Վանաձորի Բաղրամյան պողոտայում բնակելի տնակներ են այրվել, երկուսն ամբողջությամբ մոխրացել են, երկուսը հաջողվել է ազատել կրակիչ իրաններից, սակայն դրանք բնակության համար այլևս պիտանի չեն։ Բնակիչները հասցրել են միայն նորածին երեխային դուրս բերել այրվող բնակարանից։ Կրակը բռնվեց, չկարացին որ հագցնենք, մենակ երեխի 7 օրական երեխի լուրկ են հասցրել ենք, հանել ենք ու էլ ոչ մի բան չեմ հիշում։ Լրիվ ինչ ունենք, գույքը, փաստաթղթերը ոչ մի բան չենք կարողացել հանենք, շորերը, մենակ երեխի լուրկի մեջ ինչ եղել է դա ենք կարացել հանենք։ Հարևանը հավաքեց, որ պաժարը։ Ու տենց մենակ երեխեքին մեկը 4 ամսեկան է ջերմության մեջ, գիշերը հիվանդ էր։ Մեկը 3 տարեկան է, էլ չհասցնեի, որ մի շոր վեր ունեմ դուրս բերեմ։ Դուրս բերի, չգիտեմ ում մեքենային տարան նստացրի, ու տարան ում տանա հարսը հետը չգիտեմ ում տանին հիմա։ Դեպքի վայրում աշխատել է փրկարարական ծառայության 6 մարտական հաշվարկ, այժմ հերթապահությունը իրականացնում մեկը, Լոռու մարզում վերջին 2.5 տարում փրկարարները 4-րդ նման հրդեհն են մարում։ Մենք կարողացել ենք ճիշտ կողմնորոշենք հրդեհաշիժման ուղղությունները եւ կատարենք ճիշտ հրդեհաշիժում։ Մեքենաները ճիշտ տեղում կայանվել են եւ կատարվել է ճիշտ հրդեհաշիժման աշխատանքներ, ելնելով Գուգարկի կոտեջների հրդեհի վերլուծությունից։ Օրակարգում է անօթևան մնացած 4 ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելը 17 մարտ լուրի է սպասում։ Վանաձորի քաղաքապետը հանձնարարել է խնդիրը լուծել օրվա ընթացքում։ Մեր աշխատակիցները զբաղված են այդ հարցով, արդեն լուծումը գտել ենք, որ 17 քաղաքացիներին ժամանակավոր կացարան տրամադրենք մինչև հետագա հարցի լուծումը։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան, այրվող բնակարանից դուրս բերված նորածինը ապահով վայր է տեղափոխվել։ Սարգիս Գոքորյան, Արեն Ավագյան, ժամը լրատվական։